Ուրիշի մեղքին ձեր արձագանքը նույնպես կարող է հանգեցնել մեղքի։ Հիսուսը մեզ սովորեցնում է. երբ ինչ-որ մեկը մեղքի մեջ է ընկնում, մի վերցրեք քար։ Վերցրեք հայելին ձեր ձեռքերում և նայեք ինքներդ ձեզ։ Մարդիկ, ովքեր անմիջապես բռնում են քարերը, իրավունք չունեն դրանք նետել ուրիշների վրա, քանի որ իրենք էլ անմեղ չեն, միակը, ով իրավունք ունի ինչ-որ մեկի վրա քար նետել, Հիսուսն է, և նա նախընտրեց մեռնել հանուն մեղավորների։ Իսկ մնացած բոլորին, ովքեր սիրում են դատել շտապ եզրակացություններ անել, նա ասում է. կանգ առեք, սպասեք մի վայրկյան, ահա հայելին։ Երբ հավատացյալն ընկնում է մեղքի մեջ, մենք չպետք է քարեր նետենք նրա վրա, այլ աղոթքով ծածկենք, խնդրելով, որ Աստված հանդիմանի նրան։ Մենք չենք կարող այդ անձի հետ անձամբ խոսել այդ կերպ։ Աստվածաշունչը մեզ դա չի սովորացնում։ Բայց երբ աջ ու ձախ դատապարտում ենք բոլորին, պետք է զգույշ լինենք, քանի որ ինքներս էլ մեզ վտանգում ենք մեղք գործել։ Քրիստոնյաները պետք է սովորեն վերցնել հայելին, երբ նրանց մեջ վառվում է ինչ-որ մեկի վրա քար նետելու ցանկությունը։